Ղախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը սկսել է իր խորհրդարանական գործունեությունը։ 2024 թվականի ընտրություններից հետո Գյորգի Ղախարյայի կուսակցությունը բոյկոտ էր հայտարարել եւ չէր մասնակցում օրենսդրական գործունեությանը։ Ի տարբերություն մյուս 3 ընդդիմադիր կուսակցությունների, նրանք իրենց падգամավորական ցուցակներից չէին հրաժարվել, հետեւաբար նրանք պահպանել են իրենց մանդատները խորհրդարանում օգտագործելու օրինական իրավունքը, ինչից էլ այսօր օգտվել են։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ Միացյալ ազգային շարժման քաղխորհրդի նախագահի Լևան Խաբեյիշվիլիի դատավարությունը։ Պաշտոնյային անօրինական գործողություն կատարելու համար կաշառք խոստանալու եւ պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչ անելու փաստով։ Գործով քննչական ժամկետը երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 9, որի պատճառով այսօրվա նիստում վերանայվեց Խաբեյիշվիլիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը։ Դատավորը նրան կրկին թողեց կալանքի տակ։ Մեղադրյալը ինքը դատական նիստում օգտվեց իր խոսքի իրավունքից եւ ասաց, որ հնչեցված խաղաղ տապալումը միայն կարգախոս էր, ինքը պատժվում է այդ կարգախոսի համար։ Խաբեյիշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, որոնց թվում են պաշտոնյային կաշառելու կամ անօրինական գործողություն կատարելու համար գումար փոխանցելու խոստումը, նաև պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչերը։ Մեղադրանքը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։ Դատախազությունը ձերբակալել է 1 անձի անձնական նամակագրության գաղտնիությունը խախտելու եւ համակարգչային տվյալները անօրինական կերպով օգտագործելու փաստով։ Արևմտյան Վրաստանի տարածաշրջանային դատախազության քննչական բաժնի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը խանդի հողի վրա խարդախությամբ ստացել է տուժողից ֆեյսբուքյան սոցիալական ցանցի գաղտնաբառի վերականգնման կոդը, անօրինական կերպով մուտք գործել նրա հետ եւ մուտք է գործել զոհից անձնական նամակագրությունը 3-րդ անձի հետ։ Հանցագործությունը նախատեսում է 3 տարի ազատազրկում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում նշվել է Վրաստանի եւ Հայաստանի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը եւ այցելությունների դրական դինամիկան։ Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Շալվա Պապուաշվիլիին հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վրացական երազանքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից Հայաստանին տարբեր միջազգային հարթակներում ցուցաբերած աջակցության համար։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները։ Անցկացված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են նախկինում դատապարտված 2002 թվականին ծնված անձին թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Կալանավորվածի անձնական եւ բնակելի տան խուզարկության ժամանակ առևանգվել է այսպես կոչված բիո թմրանյութերի 142 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1991 թվականին ծնված անձի առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ դրանց անօրինական վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Մեղադրյալի տան, մեքենայի եւ անձնական իրերի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են առանձնապես խոշոր չափի թմրանյութերով լի մի քանի փաթեթներ, մասնավորապես 260 գրամ ալֆա PVP, մինչև 8 գրամ մեթադոն եւ հերոին թմրանյութ։ Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը նաև առևանգել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանի ներքին գործերի նախարարը իր հունգարացի պաշտոնակցի հրավերով պատվիրակության անդամների հետ այցելել է Բուդապեշտ։ Այսի շրջանակներում նախարարները անցկացրել են երկկողմ հանդիպում։
Կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում հանցագործության առաջնահերթ ոլորտները։ Կողմերի համաձայնությամբ մոտ ապագայում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կապահովի երկու պետությունների միջև ոստիկանական համագործակցության խորացումը, մասնավորապես միգրացիայի, թմրանյութերի դեմ պայքարի եւ ոստիկանության ակադեմիայի կրթական ծրագրերի ոլորտներում։ Օրենսդրության համաձայն վաղվանից սկսած Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության անդամների եւ քաղաքային ծառայության ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը պետք է վստահություն հայտնի նրանց։ Մայրաքաղաքի օրենսդիր մարմինը նոր կազմով կհավաքվի հոկտեմբերի 31-ին։ Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը Ֆրանսիայում լայնածավալ մարքեթինգային արշավ է անցկացնում։ Արշավի շրջանակներում Վրաստանի մասին պաստառներ են տեղադրվել Փարիզի մետրոյի կայանների մոտ գտնվող 170 վայրերում, քաղաքի կենտրոնական փողոցներում եւ հրապարակներում։ Պաստառների վրա պատկերված են Վրաստանի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը։ Մետրոյի ուղևորներն ու անցորդները կարող են ծանոթանալ Վրաստանի բնությանը, մշակույթին եւ պատմական քաղաքներին։